Հույդա-Հայդատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովում քննարկվել են Բաքվում պահվող հայ պատանդների, արցախահայերի իրավունքների, ինչպես նաև Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը վերաբերող կարևոր հարցեր։ Նշենք, որ Հայդատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը գումարվում է 2 տարին մեկ, մասնակիցները նաև քննարկել եւ դատապարտել են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը։ Միքայել եւ Բագրատ Սրբազաններն այսօր հանդես են եկել հայտարարությամբ ու դիմել վեհափառ հայրապետին դադարեցնելու թեմերի անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը եւ առաջարկել նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում։ Տեսաձայնագրությունները կեղծ են, տեղեկատվական տեռորով ինձ հնարավոր չէ ստիպել անել մի բան, որն իմ համոզմունքներին դեմ է, այս մասին հայտարարել է Արշակ Սրբազանը, անդրադառնալով իրեն վերագրվող չհիմնավորված մեղադրանքին։ Նրա խոսքով անգամ քննչական կոմիտեն ասում է, որ դրանք ապօրինի տեսաձայնագրություններ են։ ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 23:59-ին դադարեցրել է Մինսկի խմբի գործունեությունը։ Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն էր, որով Արցախի հարցի իրավաքաղաքական ներկայությունը ապահովում էր միջազգային հարթակներում։ Հույդա-Հայաստանի երիտասարդական միությունը 32 տարեկան է, 32 տարի շարունակ միության թե ներկա, թե շրջանավարտ անդամները իրենց ամեն օրը կառուցում են հայրենիքին պիտանի լինելու սկզբունքով։